Itadakimasu. Բարի ախորժակ։ Itadakimasu. Ճապոնիայում փաստորեն հայկական արենի սորտի խաղող են աճեցնում։ Օրինակ մխիթարյանները ճապոնացիների համար տպել են առաջին գերմաներեն ճապոներեն բառարանը։ Խոստանում եմ հաջորդ հաղորդման ժամանակ անպայման կրել, ես թույլություն ունեմ ականջովերի հանդեպ։ Ես հասկացա, որ մենք մշակութային կորուստ ենք ունեցել, ինչ-ինչ իրողություններից ելնելով մոտ 100 տարվա բաց է մնացել, մարգարիտը կրելու մշակույթը մեզանում վերացել է։ Մեր օրինակ հարևանները, որևէ այդպիսի խորը բան չունենալով, վերցնում են մի փոքրիկ այսպես հենման կետ գիտական եւ այդ ամենը այնքան են զարգացնում, ուռճացնում հաճախ։ Իսկ մենք հակառակը։ Մարգարիտը կարող է պատմել Հայաստանի բազմադարյա ոսկերչության մասին եւ ես հուսամ, որ Աստված կտա ինձ այնքան ուժ, որ ես կարողանամ հայ ոսկերչության պատմության մասին իմ գիրքը ավարտին հասցնել։ Ասում եմ, որ ես ճապոնագետ եմ ճակատագրով։ Արդյոք հայ գիտնականները կամ ոլորտի մարդիկ գիտեն այս փաստի մասին եւ ինչպես են արձագանքում սրան։ Հաղորդման գլխավոր գործընկեր Վալան գրուպ, գործընկերներ Armenia Wine, Արտեր, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է իմ տանը։ Երևի հենց սկզբից նկատեցիք, որ այսօր այսպես ասած ճապոնական թեթև էլեմենտներ կան իմ հագուստի մեջ եւ սա հենց այնպես չէ։ Նախ ասեմ, որ այսօրվա ճաշացանկս լինելու է ճապոնական ոճով։ Չեմ ասում լինելու է ճապոնական, որովհետև իրականում ես չեմ էլ հավատում, որ Հայաստանում ամբողջովին հնարավոր է ճապոնական խոհանոցին եւ տիրապետել եւ պատրաստել, այն էլ տանը։ Բայց իհարկե, եթե ձեր ընտանիքի անդամները սիրում են ճապոնական խոհանոց, դուք կարող եք ճիշտ սոուսներ, ճիշտ համեմունքներ օգտագործելով ստանալ ճապոնական ոճով ուտեստներ եւ նրանց երջանկացնել։ Ինչու Ճապոնիա։ Որովհետև այսօր իմ տուն ռեստորանում հյուր է լինելու Հայաստանում ամենասիրված եւ ճանաչված ճապոնագետը, ով նաեւ հիմնել է Հայաստանում ճապոնագիտության կենտրոնը, ով դասավանդում եւ դասախոսում է հենց այս թեմայով, ինչպես նաեւ գիտնական, մարգարտագետ, ոսկերչության մասնագետ եւ գիտակ VN ընկերության հիմնադիր Աննա Վարդանյանը։ Գնամ դուռը բացեմ, մեզ շատ հետաքրքիր օր է սպասվում։ Այսօր Հերմինե դիալոգ նախագծի հյուրն եմ։ Հերմինեի այսպես գեղեցիկ ծաղիկներով եմ եկել իրեն հյուր։ Հուսով եմ, որ լավ հաղորդում ենք ստանալու։ Ողջույն։ Ես Կոնիչվա։ Ոնց ես։ Ոայ շատ շնորհակալություն։ Ճապոնական նրբությունը Աննայի կյանքում անբաժանելի է։ Քանի որ ես մի քիչ բաների դասերի գնացել եմ, այստեղ փորձեցի այնպես համատել, ես որ սկզբում նայել ես, առաջինը մի ծաղիկ է երևում եւ իր շուրջ մյուս ծաղիկներն են նոր հետո երևում։ Մերսի շատ։ Աննա, շատ շնորհակալություն, որ համաձայնեցիր այսօրը ինձ հետ անցկացնել։ Ես եմ շնորհակալ։ Ես շատ գնահատում եմ մեր ընկերությունը, որ արդեն տարիների պատմություն ունի, եւ այս հանդիպմանը սպասել եմ, բայց անկեղծ ասած միշտ վախեցել եմ հարցազրույցի տեսքով հանդիպել քեզ հետ։ Գիտես ինչու։ Ինչու։ Աննա, որովհետև այս տարիների ընթացքում ես քեզ որքան ճանաչել եմ, հասկացել եմ, որ միևնույնն է չեմ ճանաչում ամբողջովին, որովհետև եւ գործունեությունդ է շատ բազմաշերտ եւ քո զուս բնավորությունը, համակարգված բնավորությունը ինձ միշտ չի որ թույլատվել ամբողջովին, այսպես քո բոլոր շերտերը բացահայտել։ Եվ կարծեմ, որ սա շատ լավ առիթ է։ Ես եմ շատ ուրախ ես քո ջերմ տանը հյուրընկալելու համար, Հերմինե ջան։ Շատ ուրախ եմ։ Ու վստահ եմ, որ այսօր շատ լավ օր ենք անցկացնելու եւ նոր բացահայտումներ ենք անելու միասին։ Ես մեր հանդիպումից առաջ երկար մտածում էի իմ դերակատարումը այս հանդիպման ընթացքում։ Եվ հասկացա, որ բացի հյուրընկալ կողմ լինելը, ես պիտի լինեմ նաև աշակերտի բառի բուն իմաստով, աշակերտի կարգավիճակում, որովհետև եւ միշտ ունեմ շատ բան քեզանից սովորելու եւ կարծում եմ, որ սա այն կարգավիճակն է, որը թույլ է տալիս սխալվել
եւ լավ ուսուցչի կողմից չստանալ ցածր գնահատական, չքարկոծվել, չմեղադրվել, հատկապես ճապոնական մշակույթի մեջ, ես գիտեմ թե ինչքան գնահատված է ուսուցիչը, բայց նաեւ ինչքան գնահատված է աշակերտը ուսուցչի կողմից։ Այո, շատ ճիշտ է։ Եվ ուսուցիչը երբեք չպիտի վախենա, հակառակը պետք է քաջալերի, որպեսզի աշակերտը իրեն գերազանցի։ Այդ տրամաբանությունը եւս շատ կարեւոր է ճապոնական փիլիսոփայության մեջ։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ մեր հանդիպումը սկսենք Armenia Wine ընկերության բարձր կարգի թարիրի խաղուն գինով, սա իմ ամենասիրելի խաղուն գինիներից մեկն է առհասարակ, ամբողջ գինու, այսպես գունապնակի մեջ ամբողջ աշխարհից, որովհետև բացի այն, որ հայկական է, բացի այն, որ հայկական սորտեր են, նաև իսկապես շատ բարձրակարգ գինի է, եթե իհարկե սա չի արգելում, այսօր մեր ճապոնական ոճով հանդիպումը կարելի է առհասարակ ճապոնական ուտեստների հետ երեկոների ընթացքում օգտագործել գինի, հատկապես եթե խոսում ենք հայկական գինու մասին։ Իհարկե կարելի է, հատկապես որ հայկական գինին վերջին տարիներին շատ ակտիվ ներկայացվում է Ճապոնիայում եւ ճապոնացիները շատ են այն հավանում։ Բացի այդ, ես հիմնականում շատ մեծ ինֆորմացիա եմ ստանում նաև քո սոցիալական կայքերի նորություններից։ Վերջերս իմացա, որ Ճապոնիայում փաստորեն հայկական արենի սորտի խաղող են աճեցնում։ Այո, փաստորեն եւ կան վկայություններ, ճապոնացի գիտնականը հենց այդ թեման ուսումնասիրել, որ դրանք ձեռք են բերվել դեռևս մետաքսի ճանապարհի ուղու վրա, հա, այսպես կարելի ասել։ Օպ։ Դե ինչ, մեզ բարի հանդիպում, հաճելի զրույց, հաճելի ճաշկերույթ, վստահ եմ, որ այն իսկապես լավն է լինելու։ Վստահ եմ։ Կամպայ։ Կամպայ։ Հրաշալի է։ Լավն է, չէ՞։ Օրվա հրաշալի սկիզբ է ինձ համար։ Աննա, մենք այսօր կարծում եմ, որ կխոսենք գոնե քո գործունեությունից մի քանի բանի մասին, որտեղ գիտեմ, որ դրանք շատ են։ Հիմա կխնդրեմ, քանի որ ես հաղորդման ամենասկզբում շատ հակիրճ ներկայացրել եմ մեզ դիտող մարդկանց, թե ով է ինձ մոտ հյուր լինելու, փորձենք մի հատ բացվածք տալ, հա, եւ ես ինձ համար առիթ եմ օգտագործում Հերբնե դիալոգ նախագիծը, որ այս ընթացքում ոչ միայն ներկայացնեմ մարդկանց, ում հանրությունը սիրում է, ճանաչում է եւ այլն, այլ նաեւ մարդկանց, ում գուցե լայն զանգվածները դեռևս այնքան էլ չեն ճանաչում եւ դրա համար միշտ գնում եմ կենսագրական ճանապարհով։ Եթե կարելի է, այսպես հիմա բացվածք տանք, թե ինչով է զբաղվում իմ սիրելի Աննա Վարդանյանը։ Որտեղից սկսեմ, Հերմինե։ Ոյ, արի գիտությունից սկսենք։ Գիտությունից։ Շատ լավ։ Ես զբաղվում եմ գիտությամբ, մասնավորապես ճապոնագիտությամբ, այն նոր ուղղություն է Հայաստանում։ Կարելի է ասել հայ-ճապոնական հարաբերությունները մինչև վերջերս բոլորովին ուսումնասիրված չէին եւ յուրաքանչյուր անգամ, երբ որ ինչ-որ մի նոր բան ես գտնում, դառնում է բացահայտում։ Այո։ Շատ հետաքրքիր են այդ առնչությունները եւ պետք է նշեմ, որ բավական վաղ ժամանակներից են գալիս եւ շատ զարմանալի է, որ հայերը լինելով աշխարհագրորեն այդքան հեռու, ճապոնացիները եւս մեկ-մեկուց բավական հեռու են գտնվել, բայց շատ առնչություններ են ունեցել այլ երկրներում։ Օրինակ Մխիթարյանները ճապոնացիների համար տպել են առաջին գերմաներեն ճապոներեն բառարանը։ Փաստորեն առաջին կետով ճապոնագետ։ Այո։ Հաջորդ կետը։ Հաջորդ կետը համեստություն չանես, բայց Աննա, խնդրում եմ։ Մասնագիտական կետերից եթե խոսենք, հաջորդ կետը մանկավարժ, դասախոսում եմ երկար տարիներ, իմ սիրելի ինձ համար մայրբուհում տնտեսագիտական համալսարանում եւ առաջին մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, տնտեսագիտության տեխնացու եմ։ Բայց դասավանդում ես տնտեսագիտության համալսարանում ճապոնագիտություն։ Այո, ճապոնագիտություն եւս բացի ֆինանսական առնչություն ունեցող առարկաներից, այո։ Միջազգայնագետ։ Միջազգայնագետ, ճապոնագետ։ Այո։
Այսինքն դա մի շղթայով է, հա, միջազգայնագետ ճապոնագետ։ Իրականում կարող է առաջին հայացքից թվալ, որ դրանք բոլորովին տարբեր ուղղություններ են, բայց ես միշտ մեկ տեղում եմ։ Միշտ ինձ մոտ ճապոնիան գնում է զուգահեռ ամեն ինչին։ Զբաղվում եմ նաև ոսկերչական դիզայնով։ Իմ ուղղություններից մեկն է նաև, կարծում եմ, որ ստացվում է։ Ես հիմա ուզում եմ այս առիթը օգտագործել եւ ցույց տալ մարդկանց այն հրաշալի, հրաշակերտ զարդը, որ ես ունեմ, պատիվ ունեմ կրելու շատ հաճախ։ Մեկ րոպե սպասեք, հիմա գալիս է։ Օ, դու անգամ կիմոնոյի կտորն ես պարկն եմ պահել, այո, եւ ես շատ տարբերություն իմ շատ զարդերի, ես որտեղ շատ էսպես ամեն ինչի որ կարողանում եմ փույթով պահել, սա այն եզակի զարդերից է, որ ես շատ ուշադիր եմ վերաբերում եւ շատ զգուշությամբ։ Անչափ շնորհակալ եմ։ Ինձ համար VN ընկերության հիմնադիրը Աննան պատրաստել էր այս գեղեցիկ ականջողերը, ուղղակի այսօրվա հետ այնքան չէր սազում, դրա համար չեմ կրել, եւ այս մարգարիտները, որոնք բնական մարգարիտներ են, բայց Աննան կպատնի, որտեվ դու բացի այն, որ ոսկերչությամբ ես զբաղվում, նաև մարգարտագետ ես։ Այո, կա նման բան, վերջին մի քանի տարիներին իմ ոլորտի գործունեությունից ելնելով նաև պարզեցի, որ հայ կանայք շատ քիչ բան գիտեն մարգարիտների մասին։ Եվ գիտես, ցավոք, այո, մեզանում մարգարիտը ասոցացվում է բավականին տարիքով կանանց, հա, կրելու զարդ իբրև, բայց ես փորձում եմ կոտրել այդ կարծրատիպը եւ այնպես մատուցել մարգարիտը, որպեսզի այդ կրելու մշակույթը ավելի երիտասարդանա։ Իդեպս վերջերս մի ուսումնասիրության մասին էի ընթերցում, որ ճապոնացիները ուսումնասիրել են եւ վերլուծություն են արել եւ տեսել են, որ 14-15 տարեկան աղջիկները ինչպես իրենց մայրիկներ ու տատիկները իրականում խենթանում են մարգարիտի համար։ Եվ այդ ուսումնասիրության արդյունքում աշխարհի հայտնի ընկերությունները, ովքեր աշխատում են հատկապես թինեյջերների վրա, սկսեցին ներգրավել իրենց զարդերի մեջ մարգարիտներ։ Եվ արդյունքում պարզվեց, որ հենց այդ տարիքի աղջիկները այնքան շատ են գնել մարգարտյա զարդեր, որ փաստորեն վաճառքները շատ ավելի ավելացել են հենց շնորհիվ երեխաների, թինեյջերների։ Այնպես որ ես կարծում եմ, որ շատ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք դեպի իմ աղջիկն են 12 տարեկան է, բայց ամբողջ օրը ինչ որ ես ունեմ մարգարտյա, անպայման վերցնում եմ եւ կրում եմ։ Աննա, այս ամենի մասին ավելի լայնածավալ, ավելի ընդգրկուն մենք կխոսենք ճաշի սեղանի շուրջ։ Բայց ես ուզում եմ ինչ սեղանի շուրջ անցնել, ես իմ հաջորդ նվերը քեզանից ստանամ։ Այո, քանի որ ես չէի կարող պարզապես ես ձեռնունայն այսպես ասեմ հյուր գալ, կուզես դու բացիր։ Ուզեմ։ Արկղը խնդրեմ։ Շատ հուզիչ պահ է, որտեղ ես քեզ դուր կգա։ Վստահ եմ, որ այստեղ թաքնված է մի բան, ինչպես միշտ, որը ֆանտաստիկ նրբությամբ ու գեղեցկությամբ պիտի լինի պատրաստված։ Եվ իմաստային անպայման։ Հիմա։ Քանի որ ես նաև քեզ ասոցացնում եմ տաքության, ջերմության, արևի հետ, այստեղ արևի քարերն են, սերդոլիկներ են, տարբեր երանգների եւ բացառիկ ձևով, այսպես մեկ անգամյա, որպես նմուշ հավաքված իմ դիզայնով։ Նաև խաղողի ողկույզ է հիշեցնում։ Ֆանտաստիկ է։ Հայկական էլեմենտ էլ կա իր մեջ։ Ֆանտաստիկ է, ես խոստանում եմ հաջորդ հաղորդման ժամանակ անպայման կրել, ես թույլություն ունեմ ականջողերի հանդեպ, շատ շնորհակալություն։ Ճիշտ ասած, քո հանգստությունն ու խաղաղությունը ինձ էլ փոխանցվել։ Ես վստահ եմ մեզ հետևողներ վաղուց ինձ այսքան հանգիստ եւ հանդարտ չեն տեսել։ Շատ լավ է։ Եվ կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ փորձես նաև այն ուտեստները, որ ես եմ պատրաստել։ Անհամբեր սպասում եմ։ Չասեմ դրանց ճապոնական, բայց ասեմ ճապոնական ոճով, որովհետև ճապոնական ուտեստներ ինքս շատ եմ սիրում, քիչ եմ պատրաստում, բայց տանը միշտ ունեմ այն ամեն ինչը, ինչով որ հնարավոր է ստանալ ճապոնական ոճի ուտեստներ, հուսամ քեզ կուրախացնեմ։ Ես քանի որ քեզ վաղուց եմ ճանաչում եւ հիշում եմ քո այս ֆուդ բլոգերական մտորումները, անչափ ուրախ եմ, որ դրանք իրականություն են դարձել եւ
Շատ ուրախ եմ, որ ես այսօր այստեղ եմ եւ վայելելու եմ այդ ամենը։ Կամպայ։ Կամպայ։ Իմ սիրելի գլխավոր գործընկեր Վալան Գրուպը չի դադարում հիացնել իր պատրաստած կահույքով։ Այս օրերին Վալան Գրուպ ընկերության գործադիր տնօրեն Վլադ Կարապետյանի հետ մենք այցելեցինք մի բնակարան, որը դեռ ամբողջովին իհարկե ավարտած չէր, բայց շատ քիչ բաներ մնացել, որ անեն եւ տեղափոխվեն այդ հրաշալի բնակարան բնակվելու համար։ Այդ բնակարանում կահույքը եւ միջսենյակային դռները Վալան Գրուպի կողմից էր պատրաստելու եմ նախուտեստ ճապոնական ոճով։ Դրա համար ինձ պետք է հավկիթ։ Իդեպ, հավկիթը այս ձևով դուք կարող եք պատրաստել եւ օգտագործել տարբեր ճապոնական ուտեստների մեջ։ Պարզապես դնեք ուտեստի վրա եւ այն էլ ավելի հետաքրքիր երանգ կունենա։ Ինձ անհրաժեշտ է 2 հավկիթ։ Հավկիթը խաշելու եմ այնպես, որ դեղնուցը լինի թույլ։ Ինձ անհրաժեշտ է 120 մգ սոյայի սոուս, 120 մլ ջուր, 40 մլ ջրին ավելացնում եմ 1 ճաշի գտալ շաքարավազ եւ ավելացնում եմ 1 ճաշի գտալ բրնձի քացախ, 1 բճեղ սխտոր, մի փոքր կտոր մանրացրած կոճապղպեղ, կծուպղպեղ, կանաչ սոխ եւ քունջուտ։ Եվ այս սոուսի մեջ մի ամբողջ գիշեր դնելու եմ թույլ խաշած ձուն։ Հիմա տեսեք ինչ գույն է դառնում ձուն ամբողջ գիշեր սոյայի սոուսի մեջ մնալուց հետո։ Ես իհարկե գիշերը նախապատրաստել եմ եւ ձեզ հիմա ցույց եմ տալիս արդեն իմ պատրաստած տարբերակը։ Ես հավկիթը մատուցելու եմ բոկչոյով։ Հիմա բոլոր խանութներում կարող եք գտնել։ Տեսեք ինչ գեղեցիկ բույս է։ Հիմա պետք է թեթև տապակենք բոկչոյը։ Տապակած բոկչոյը հանում ենք ափսեի վրա։ Հիմա պետք է ավելացնենք հավկիթը։ Հետը կմատուցեմ ընկույզի սոուս, կավելացնեմ մի փոքր քունջուտ եւ կանաչ սոխ։ Շնորհակալ եմ։ Ինչ գեղեցիկ է։ Ֆանտաստիկ։ Ես առաջարկում եմ մենք մեր խաղունգինին շարունակենք համադրել մեր առաջին ուտեստի հետ։ Հուսով եմ հրաշալի համադրություն է լինելու։ Շնորհակալություն։ Ես գիտեմ, որ հավկիթ շատ են օգտագործում ճապոնացիները իրենց խոհանոցում։ Ճիշտ է։ Եվ բոկչոյ տեսակի կանաչին եւ որոշեցի, որ հենց այսպես համադրություն անեմ։ Հիմա դու կփորձես, կասես ինչքանով է ստացվել։ Շնորհակալ եմ։ Եվ կարծես հավկիթը սոյայի սոուսի մեջ է։ Ճիշտ է։ Մի գիշեր, այո, սոյայի սոուս է, բրնձի քացախ է, կծուպղպեղ, կոճապղպեղ, մի խոսքով հաղորդման մեջ ես մանրամասն ցույց եմ տալու, հուսամ, որ կփորձեք։ Աննա, ես ավելի շատ պիտի հետևեմ քեզ, քան դու ինձ։ Հավասարեցնենք փայտիկները, վերևամասը, որպեսզի իրար հավասար լինի։ Մեկ մատը անշարժն է, մյուսը շարժական է։ Ընդհանրապես այսքանը։ Թվում է թե այդ փորձը ունեմ։ Այո, վստահ եմ, որ կունենաս։ Եվ բույրն է շատ լավը, շատ ճապոնական է։ Դե հիմա շուկան այնքան ողողված է, բոլորը ճապոնական տարբեր բաներ են անում, երբեմն չես էլ հասկանում իրական ճապոնական է, թե չինական ճապոնական է։ Հրաշալի է ուղղակի։ Հա։ Դավ ես էլ փորձեմ։ Ինչպես ճապոնացիներն են ասում, օյշիդես, շատ համեղ է։ Շատ թարմ է եւ ամբողջությամբ իսկապես ճապոնական համ է ստացել Հերմինե։ Անկեղծ եմ ասում։ Աննա, ես առաջարկում եմ մեր
ծառայություն ճամփորդությունը սկսենք հենց մարգարտագիտության թեմայից, ինչու որտեվ սա մի յուրահատուկ թեմա է եւ ճյուղ է, որը երևի թե քո շնորհիվ, այսպես չեմ վախենա ասել, ավելի հայտնի դարձավ, ճանաչվեց եւ առհասարակ մենք շատերս իմացանք, որ նման բան գոյություն ունի։ Հետաքրքիր է քեզ մոտ այդ ազդակները, որ պիտի հետաքրքրվել, պիտի ճանաչել, պիտի բացահայտել եւ մատուցել, որտեղից եկավ։ Հերմինե ջան, գիտես, որ շատ եմ ճանապարհորդում եւ պարտադիր ճանապարհորդությունների շարքում Ճապոնիան կա։ Երբ որ ամուսնուս հետ ճանապարհորդեցինք, մեծ ցանկություն կար լինել Մարգարտե կղզում, ճապոնական Միկիմոտո Pearl Island է կոչվում։ Եվ այցելության ժամանակ, դու գիտես իմ սերը գրքերի հանդեպ, ես միշտ շատ գրքեր եմ վերցնում։ Եվ մի հետաքրքիր բան եմ նաև ուզում ասել, որ իմ յուրաքանչյուր բացահայտում կամ մեծ այսպես գաղափարի առաջխաղացում ինձ մոտ լինում է կամ երբ որ ես օդում եմ, կամ երբ որ ես ջրում եմ, ծովում եմ։ Հետաքրքիր բան պիտի ասեմ, վերադառնալիս երկար ճանապարհ է եւ որոշեցի, որ Մարգարիտի վերաբերյալ գրքերը պիտի ընթերցեմ ինքնաթիռում։ Հենց առաջին գիրքը, որ բացեցի, ճապոնացի հետազոտող Շիգերո Ակամացուի գիրքն էր, ով ակնագետ է։ Այնտեղ առաջին իսկ էջերում կար ինֆորմացիա, որ Մարգարիտները մեծապես ավելի շատ հնում առաջացել են Պարսից ծոցում եւ նաեւ դրան մեծապես նպաստել են Տիգրիս եւ Եփրատ գետերի ջրի բաղադրությունը։ Ինձ մոտ այսպես հետաքրքիր մտահղացումներ եկան, մի փոքր գենը նաեւ խառնվեց ասումցիական, որ Տիգրիս եւ Եփրատը դա միջագետքն է եւ եթե օրինակ ծովի հատվածում ծովային մարգարիտներ են առաջանում, ուրեմն այդ գետաբերաններին եւս պիտի առաջանային գետի մարգարիտներ եւ ինձ այսպես անկեղծ պիտի լինեմ, սա հետազոտողի գուցե առաջին հայացքից մի քիչ անիրական թվացող թեորիան է, որը դու այն ինչ որ մի ծառից վերցնում ես, բռնում ես եւ հետո սկսում ես քաշել։ Երբ որ վերադարձանք Երևան, ես որոշեցի մի փոքր ուսումնասիրել հայ կանայք ինչ գիտեն մարգարիտների մասին, դե ցուցահանդեսների ընթացքում ես արդեն հասկացել էի, որ մենք շատ քիչ ինֆորմացիա ունենք եւ շատ աշխատելու տեղ ունենք, որովհետեւ չեն վստահում ինչու չեն հասկանում, չեն տարբերակում գետի մարգարիտը, ծովային մարգարիտից, ինչու է սա այսպես, ինչու է նա այդպես, եւ ես հասկացա, որ մենք մշակութային կորուստ ենք ունեցել, ինչ-ինչ իրողություններից ելնելով մոտ 100 տարվա բաց է մնացել, մարգարիտը կրելու մշակույթը մեզանում վերացել է։ Այնինչ մենք հայկական տարազային համալիրում ունենք մարգարիտներ, քունքակախիկներ եւ ամենտեղ կարելի ասել։ Ինձ մոտ առաջացավ այսպես մղում, որ ես անպայման պետք է փորձեմ այդ պատմական կորսված հիշողությունը վերականգնել։ Եվ ես դա շատ կարևոր էի համարում։ Առաջին թելը այդպես տարավ ինձ ազգային պատկերասրահ դեպի Սուրենյանցի գործերը, գիտենք 15 թվականին նա նկարել է տարազով կանանց եւ ոչ միայն ինքը։ Եվ այսպես գնաց այդ ամբողջ ճանապարհորդությունը հետո տարբեր երկրներով եւ ես փորձեցի իմ Մարգարիտի հետքերով Հայաստանից Ճապոնիա գրքում ներկայացնել Մարգարիտի եւ համաշխարհային պատմությունը հայերեն լեզվով առաջին անգամ եւ Մարգարիտը հայոց մեջ եւ տարազային համալիրում։ Եթե չեմ սխալվում հաստատ, երբ հանրային հեռուստաընկերությունը հայոց թագուհիների շարքին էր անդրադառնում, քեզ հետ համագործակցեցին եւ վերականգնեցին որոշ զարդեր եւ հենց Վիեն ընկերության պատրաստած Մարգարտե զարդերը ներգրավվեց։ Շնորհակալ եմ, որ հիշում ես, այո։ Ինչ էֆեկտ ունեցավ դա, որովհետեւ մեդիան այնուամենայնիվ ավելի լայն հնարավորություններ է տալիս ճանաչման եւ այդ համագործակցությունը հետաքրքիր է, ինչ արդյունք ունեցավ ճանաչման գործում։ Ճանաչման գործում բավականին արդյունք ունեցավ, նախ ստիմուլ եղավ նաև ինձ համար, հետաքրքիր էր մեր պատմությունը շոշափել, որովհետև մենք թագուհիների մասին չունենք ֆիլմեր, նաև քիչ են գուցե մուլտֆիլմերը, մենք չունենք թագուհի հերոս, չունենք թագուհու, որևէ թագուհու արձան համենայն դեպս, կամ թագավորի ինչու չէ, շատ հաճախ չեն հանդիպում այդ երևույթները մեզանում եւ մենք մեր ազգը մտովի չունի թագավորի եւ թագու կերպարի մտքում եւ իդեալ։ Այո։ Հետաքրքիր էր նաեւ որ այդ համագործակցությունը ունի նաեւ ավելի շարունակական եւ ավելի մեծ համագործակցության միտում,
հուսով եմ, որ դա շուտով կպատահի եւ վերջապես կունենանք հայոց թագուհիների մասին ինչ որ հետաքրքիր նոր եւ մեծ մասշտաբի ֆիլմ, որում նաեւ կներկայացվեն ինչպես են թագուհիները կրել մարգարիտները, որովհետեւ մեր ոսկերիչները ամենտեղ Եղիշեից սկսած 5-րդ դարից սկսած պատմում են, որ հայ ոսկերիչները պատրաստել են օրինակ պարսից շահերի համար մարգարտա կուռ խույրեր, թագեր եւ այլն։ Այդ մշակույթը մեզանում շատ հնուց է գալիս եւ մենք պարտավոր ենք այն վերցնել, պահպանել եւ գնահատել, վերագնահատել։ Աննա, ես լսում եմ քեզ եւ ուզում եմ հասկանալ այն հատիկը, որը որ ստիպել է քեզ այս բացահայտումներն ու հետազոտությունները անել։ Արդյոք այստեղ խոսում է գիտնականի մոտեցումը միայն հարցին, թե կան իմպուլսներ որոշակի, երբ նյութը գտնելիս կարճում ես եւ այլևս չես կարողանում պոկվել։ Այդ չեմ կարող պատկերացնել, ինչը կարող է մղել մարդուն հենվել մի բանի վրա եւ բաց չթողնել տարիներով։ Գիտես, հետաքրքիր բան ես ասում շատ։ Ինձ համար իբրև գիտնականի ես աշխատում եմ ոչ այսօրվա համար։ Ես աշխատում եմ ապագայի համար։ Ես չեմ ուզում այսօր լինել գնահատված իբրև գիտնական, որովհետև որպես կանոն այդպես չի լինում։ Գիտությունը ինձ համար նաև արվեստի նման մի բան է։ Այ մենք շատ արվեստագետներ գիտենք, որոնց կենթանության օրոք այդքան էլ չէ գնահատված իրենց չեն զգացել եւ նաև այդ հանգամանքից ելնելով ես չեմ ձգտում գնահատված լինելու, որովհետև մեզանում գիտնականները շատ հաճախ ուզում են, երբ որ արդյունքը ստանում են, անմիջապես այդ փառքը, պատիվը եւ գնահատականը գա, բայց հասարակությունը կան երևույթներ, որոնք ուշ է ընկալում եւ ընդունում։ Ես ուզում եմ, որ հետագայում, երբ որ իմ երեխաները, քո թոռները որևէ բան փորձեն գտնել Մարգարտի եւ հայկական արմատների հետ, ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, օրինակ Իտալիայում ենթադրենք այդ նորաձևության աշխարհներում, իրենք կարողանան ինչ որ մի բանից վերցնել։ Ես ուզում եմ աղբյուր ունենան, այո, գիտական աղբյուր, հավաստի աղբյուր։ Դա շատ կարեւոր է։ Դրա համար նաեւ կարծում եմ, որ գիտնականը պետք է իր գործը անի եւ չմտածի պահի ազդեցությունը չանդրադառնա իր վրա, որ մեկ անգամ արեց, այդքան ինչ որ մի բան այնպես չգնաց, ինչպես որ ինքն էր սպասում այդ ֆիդբեք ասվածը, հա, որ լինի, մշտապես պետք է ինքը աշխատի։ Հիմա ես ուզում եմ այս գիտական հետազոտությունները բերել կապել այն բիզնես ճյուղի հետ, որը դու ունես։ Ինչի մասին շատ չգիտեմ ինչու չես սիրում խոսել։ Դա VN ընկերությունն է, ոսկերչական ընկերությունը, որը այնուամենայնիվ փոխկապակցված է մարգարտագիտության հետ։ Որն էր ի սկզբանե եւ ինչպես մեկը մյուսին լրացրեց եւ ինչպես են համադրվում իրար հետ բիզնեսը եւ գիտությունը։ Ես կարծում եմ, որ ինձ մոտ ստացվում է համադրել հենց այս Մարգարիտի թեմայով, քանի որ ես ունեմ համագործակցություն ճապոնական ընկերության հետ, Մարգարիտների մասով ճապոնական, ես հասկացա, որ մեզանում Մարգարիտի մասին գիտելիքը բավարար չէ եւ դրանից նաեւ գալիս է վստահության անկումը, հա, չեն հասկանում։ Երբ որ գնորդը չի հասկանում, ինքը չի վստահում բնականաբար։ Այսինքն այստեղ գիտությամբ ես ոնց որ եկա կրթելու գնորդին, որպեսզի նա այսուհետ հասկանա ինչ է ինքը ձեռք բերում եւ իմանա դրա արժեքը, գնագոյացումը ինչպիսին է, ինչքան խորն է այդ ամենը։ Մենք հիմա Մարգարտի պատմությանը շատ չենք կանդրադառնա, փոխարենը ես խորհուրդ կտամ բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ լսում են, մտնել Հայաստանի լավագույն գրախանութները եւ փնտրել Մարգարտի հետքերով Հայաստանից Ճապոնիա գիրքը եւ այնտեղ շատ հետաքրքիր բացահայտումներ կանեք, բայց ինձ հետաքրքիր է այդ ճամփորդության ընթացքում գիտական ճամփորդության այնպիսի փաստ, որը քեզ էլ է ցնցել, որը Wow է քեզ համարեմ, որ դու ինքդ էլ չես պատկերացրել այդքան թեմային լավ պատկերացնելով, տիրապետելով, որ կարող է նման մի բան լինել։ Այ wow-ներից մեկը օրինակ, երբ որ Մատենադարանի ձեռագրերից մեկում ես գտա մի հետաքրքիր աղյուսակ, որտեղ նշված էր, որ
քաղցկեղի բուժման դեմ պայքարում, այսպես դեղամիջոցների շարքում նաև օգտագործել են հայերը մարգարտափորշի։ Աննկարագրելի, դա իսկապես վաու էր, այսինքն եւս մեկ անգամ ամենը եկավ ցույց տալու, որքան խորն է մեզ մոտ այդ մարգարտի հետ կապված ուղղությունը, հա, ճյուղը, որը մենք այդ ծառի ճյուղը պետք է դալար պահենք անընդհատ։ Տեսեք ինչպես է ստացվում, որ մեր օրինակ հարևանները որևէ այդպիսի խորը բան չունենալով վերցնում են մի փոքրիկ այսպես հենման կետ գիտական եւ այդ ամենը այնքան են զարգացնում, ուռճացնում հաճախ։ Իսկ մենք հակառակը, մենք շատ բան ունենք բացահայտելու, վերաբացահայտելու մենք մեր մասին։ Մենք պիտի դառնանք ավելի հայրենաճանաչ, կարծում եմ։ Եվ հայրենաճանաչությունն է, որ բարձրացնում է հայրենասիրության նաև ֆոնը։ Շատ կարևոր է։ Այս միտքը արի երկուսս էլ չմոռանանք, որտեղ մեր հաջորդ բաժնում, երբ խոսենք Ճապոնիայի մասին, ինձ մի բան է հետաքրքրելու եւ այս միտքը պիտի պահենք եւ կարճենք այս մտքից։ Հայ ոսկերչությունը դարերի պատմություն ունի։ Եվ դու այսօր ինքդ էլ աշխատում ես ոսկերիչների հետ, որ կարողանաք Վիենի գաղափարներին կյանք տալ, իրականություն դարձնել։ Նրանց համար որքանով է հետաքրքիր աշխատել մարգարտի հետ։ Իրականում քիչ ոսկեգործներ կան, որոնք, տեսեք, ոսկերչությունը եւ արվեստ է եւ արհեստ է։ Արհեստում գտնվող մարդկանց թիվը շատ ավելի շատ է, քան այն մարդկանց, ովքեր դա տեսնում են որպես արվեստի ուղղություն։ Եվ այստեղ դիսբալանսը շատ մեծ է, ցավոք սրտի։ Այնուամենայնիվ, մեր ոսկերիչները լավագույններն են եւ օրինակ, եթե դուք այցելեք, ենթադրենք Իտալիա կամ որևէ հանրահայտ կազմակերպության ոսկերչատուն, վստահ եղեք, եթե ոչ առաջին, ապա երկրորդ մարդը, ով ղեկավարում է այդ ամենը, հայ է։ Այո։ Ես միշտ զարմանում եմ, երբ որ մենք ասում ենք հայ ոսկերչության պատմություն, ես երբեք միայն Հայաստանում գործող ոսկերիչներին չեմ ընկալում, ես ամբողջ այդ լայն սպեկտրն եմ ընկալում։ Ովքեր են այն մարդիկ, խոսքս հավաքական կերպար է ներկայացնելու մասին է, որ Վիենի կրողն են։ Մարդիկ են, ովքեր հասկանում են արվեստից, ցանկանում են չկրկնվել եւ ցանկանում են ունենալ յուրահատուկ իր, չեմ ուզում ասել զարդ, ուզում եմ ասել իր, որովհետեւ Վիենը միայն զարդ չէ։ Այն կարող է լինել հուշանվեր, հետաքրքիր հիշողություն, պատմություն, ցանկացած զարդ եւ ցանկացած նման մոտեցմամբ իր ունի իր պատմությունը, այն ինչ որ մի առիթ է իր մեջ ներառում։ Եվ ինձ ամենաշատը գիտես որն է դուր գալիս այս ոլորտում, որ այդ առիթը միայն ուրախ է լինում։ Ինչ լավ բան ասացի։ Պոզիտիվ առիթներ են միշտ, երբ որ գալիս են քեզ մոտ, այ մենք օրինակ ամուսնանում ենք կամ նշանվում ենք կամ հյուր ենք գնում, պիտի նվեր տանենք, ինձ շատ է դուր գալիս այդ պահը, որ առիթը միշտ դրական է եւ ուրախ առիթ է։ Նայ, մենք անընդհատ խոսում ենք դրա մասին, որ մարդիկ ճանաչում են ավելի շատ շիրպատրեբ բառի հայերեն տարբերակը, մասսայականն էլ չի դա մի քիչ ավելի մի նշաձող ներքև է, բայց մեղադրել այն դեպքում, երբ մենք հասկանում ենք, որ գնային շատ մեծ տարբերություն կա այն զարդի, որը որ ոսկու շուկաներում է ներկայացված եւ այն զարդի, որը անհատապես քեզ համար է պատրաստվում։ Ինչպես անել, որ մաքսիմումներն ու մինիմումները գոնե իրար միացնել եւ մարդիկ ովքեր որ գնահատում են եւ սիրում են եւ ուզում են հաճելի նվեր անել կամ հիշողություն ունենալ, կարողանան իրենց թույլ տալ ունենալ իրական ոսկյա աշխատանք, արվեստ այս պարագայում, հա։ Տես ես պատահական չնշեցի արհեստ եւ արվեստ, այն իրերը, որոնք որ մասսայական արտադրության են, կարող են մեկ օր վերածվել, ուղղակի ջնջվել, այսինքն վերածվել մեկ այլ մետաղական ձուլակտորի, այո, որը հետագայում եւս կօգտագործեն։ Արվեստի դեպքում միանշանակ այդպես չի կարող լինել, եւ այն մարդը, ով ուզում է արվեստ նվիրել զարդի միջոցով կամ հուշանվերի միջոցով, այդ մասին եւս մտածում է նախապես։ Իսկ ինչ վերաբերում է մասսայական արտադրությանը, դա եւս
Ճաշակի հարց է իհարկե, այդ պահի մտածողության հարց է, մենք պետք է փորձենք փոխել, որ մեր հասարակությունը շատ այո, մոդային հետևելը շատ լավ բան է, բայց դա պետքա չափի մեջ լինի եւ ի վերջո մոդան անցողիկ է այդ պահի համար։ Ես էլ չեմ ասում fake զարդերի ոլորտը Հայաստանում ցավոք սրտի, ոչ միայն Հայաստանում, գրեթե ամենուր շատ զարգացած է, ցավոք սրտի։ Դա այնքան զարգացած է, որ հենց նորաձևության տները իրենց fake-երն են ստեղծում, որ մրցեն նաև այդ շուկայում։ Աշխարհը շատ է փոխվում հիմա։ Դրա համար պետք է այս փոփոխական աշխարհում գտնի յուրաքանչյուր մարդ, մասնագետ իր տեղը։ Դա շատ կարևոր բան է եւ այնպիսի տեղ վերցնի, դիրք վերցնի, որը հնարավոր չլինի օգտագործել, կրկնօրինակել։ Այ Վիենում այս գաղափարն է ներդրված։ Եթե փորձենք ամփոփել, ինչ կարող է պատմել Մարգարիտը Հայաստանի մասին։ Մարգարիտը կարող է պատմել Հայաստանի բազմադարյա ոսկերչության մասին եւ ես հուսամ, որ Աստված կտա ինձ այնքան ուժ, որ ես կարողանամ հայ ոսկերչության պատմության մասին իմ գիրքը ավարտին հասցնել։ Այն 8 տարի է արդեն ուսումնասիրվում է, 8 տարի ամեն մի տեղից մի փոքրիկ պատառիկ հայ ոսկերչության պատմության վերաբերյալ ես այսպես գրառում եմ եւ շուտով այն լույս կտեսնի։ Մեր հազարամյա պատմության մասին կարող է վկայել սերնդեսերունդ փոխանցվող հիշողությունների մասին, տատիկից թոռ, ծոր եւ այն մշակույթի մասին, որը մեզանում կա, մեր գենում կա, հայուհիների գենում։ Ինչ կա Մարգարիտի հատիկի մեջ։ Արևի լույս։ Ճիշտ է, ինքը արևի մեջ չի մեծանում, բայց երբ որ արևն է դիպչում իրեն, այդ լույսը ինքը սկսում է ճառագել։ Իր ամբողջ երանգները այդտեղ է բացվում։ Այո։ Շնորհակալություն շատ ես նուրբ գեղեցիկ հատվածի համար։ Ես առաջարկում եմ մենք անցնենք մեր հաջորդ ուտեստին, որը կլինի մեր հիմնական ուտեստը, եւ խոսենք արևի ծագող երկրից։ Սիրով։ Կամպայ, կամպայ։ Ճիշտ է, իմ հյուրը բազմաթիվ անգամներ եղել է Ճապոնիայում եւ փորձել է իսկական ճապոնական ուտեստներ եւ դժվար թե ես նրան կարողանամ հիացնել, բայց վստահ եմ, որպես հայ կին, ով ուզում է իր ընտանիքի անդամների ճաշացանկի մեջ մտցնել նորություններ, նոր էլեմենտներ եւ հեշտ տարբերակով իհարկե, ուրախ կլինի տեսնելու այս բաղադրատոմսը, համտեսելու եւ իր ընտանիքում նաեւ պատրաստելու։ Ինձ անհրաժեշտ է կես կիլոգրամ տավարի միս։ Նախ մշակում ենք միսը, հանում ենք բոլոր ջլային հատվածները, յուղային հատվածները եւ բարակ-բարակ կտրատում ենք։ Մանր կտրատած միսը կողք ենք թողնում, սկսում եմ սոուսը պատրաստել։ 4 գտալ սոյայի սոուս, 200 մգ ջուր, 50 մգ սպիտակ անապակինի, ես իմ սիրելի տակարգիրին եմ օգտագործելու կանգուն սորտի խաղողից, 2022 թվականի բերք է, իհարկե ափսոսանքով եմ լցնում, բայց դե ինչ արած։ 2 գտալ շաքարավազ, կծու պղպեղ, կողք ենք թողնում սոուսը եւ սկսում եմ կտրատել կոճապղպեղը։ Ես խենթանում եմ այս մթերքի համար եւ առանց կոճապղպեղի ճապոնական խոհանոցը պատկերացնել պարզապես հնարավոր չէ։ Բուսայուղի մեջ տապակում եմ 1 լիքը ճաշի գտալ մանրացրած կոճապղպեղը։ Տապակվող կոճապղպեղի վրա լցնում եմ մեր պատրաստի սոուսը։ Հիմա պետք է ավելացնենք արդեն միսը, հենց սկսում է եռալ։ Մինչ կպատրաստեմ իմ առաջին ուտեստը, ուզում եմ ձեզ պատմել իմ ճամփորդություններից մեկի մասին։ Վերջերս եղա Ծաղկունք գյուղում, իդեպ շատ հաճախ եմ այնտեղ լինում եւ այցելեցի Ծաղկունք ռեստորան, որտեղ կրկին հաճախ եմ լինում եւ իմ հյուրերին հրավիրում եմ փորձելու այնտեղի ճաշացանկ, բայց այս անգամ ես փորձել եմ ճաշացանկից հենց այն ուտեստները, որտեղ ներգրաված էր իմ սիրելի Արտեր ընկերության տարբեր հացահատիկներ։ Հետևեք եւ տեսեք, թե ինչ գեղեցիկ ճամփորդություն եմ ունեցել։
սկսում եմ մատուցել ճապոնական ոճով պատրաստված իմ տաք ուտեստը։ Ես ափսեի ներքևի հատվածում չինական կաղամբ եմ կտրատել, որ ավելի թեթևություն հաղորդի իմ ուտեստին։ Վրան դնում եմ ցորենի ալյուրից պատրաստված ուդոն տեսակի լապշան եւ վրայից դնում եմ արդեն տապակած տավարի միսը իր սոուսով։ Վրայից իհարկե քունջութ ենք ավելացնում եւ վրայից թարմ կտրատած կանաչ սոխ։ Աննա ջան, շնորհակալ եմ։ Ես առաջարկում եմ մեր տաք ուտեստը համադրենք արենի սորտի, այն արենին, որը Ճապոնիայում հիմա աճեցնում են կարմիր գինով, Armenia Wine ընկերության տակառն է։ Այս գինին ինձ շատ դուր է գալիս նախ եւ առաջ պիտակի համար, որտեղ պիտակի վրա տեսնում ենք հայկական զարդանախշերը եւ ես սիրում եմ անընդհատ նայել, որտեղ միշտ նոր բան եմ բացահայտում, մի նոր գիծ, մի նոր պատկեր, որը մինչ այդ թվում է թե նախկինում չէի տեսել։ Այնպես որ դրա համար ինձ համար շատ սիրելի գինի է, նաև իր համային եւ հոտային շերտերն են շատ յուրահատուկ։ Հիմա դու ինքդ կասես ինչպես էր համադրությունը ճապոնական ուտեստի հետ հայկական գինու։ Շատ լավ։ Իսկապես հայկական է, այո։ Իտադակիմաս, բարի ախորժակ։ Իտադակիմաս։ Շատ ախորժելի տեսք ունի, շատ ճապոնական։ Հուսամ, երևի սոյայի սոուսը այս պարագայում մեզ չի խանգարի մի փոքր։ Միսը բավականին երկար, թանձրուկի մեջ է սպառել։ Այո, եւ որոշեցի չինական կաղամբով համադրեմ, որ ավելի թեթևություն ստանա ուտեստը, որտեղ եղանակը արդեն շոքում է։ Այո։ Բայց շատ համեղ է ստացվել։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ փորձեմ։ Իսկապես ճապոնական համ է հիշեցնում։ Գիտես իմ նպատակը որն էր այս ճաշացանկը կազմելիս, որ մեր հայ կանայք, ովքեր ունեն տանը երեխաներ, իսկ մենք այսօր գիտենք, որ երեխաները ճապոնական մշակույթով, ճապոնական պոպով, ճապոնական անիմեներով տարված են եւ նաեւ մշակույթը ստիպում է նրանց փորձելու ճապոնական խոհանոց։ Եվ միշտ չէ որ հնարավորություն կա ռեստորաններում ուտեստները փորձելու։ Ես էլ որոշեցի, որ ռեստորան կարելի է տուն բերել եւ ճապոնական մոտիվներով ուտեստները պատրաստել։ Հրաշալի է իսկապես։ Ես ուզում եմ լապշան էլ փորձել անպայման։ Դե իհարկե դու պրոֆեսիոնալ ես։ Ամենևին։ Բավականին տարբեր է ճապոնական սեղանի շուրջ մշակույթը հայկականից։ Եթե չեմ սխալվում, նաև ճապոնացիների համար ընդունելի է ձայնով ուտելը։ Այո, եւ ձայնով ուտելը նաև մեծ կոմպլիմենտ է խոհարարին, որ ամենից շատ համեղ էր։ Իսկապես, օյշի դես։ Հրաշալի է, այո, ես էլ սիրեցի եւ հավանեցի։ Գիտես Հերմինե, ուրեմն Ճապոնիայում աննկարագրելի շատ են տարածված ուտելիքներ պատրաստելու հետաքրքիր հաղորդումներ, բլոգեր։ Եթե բացենք իրենց հեռուստաընկերությունը, երևի 80%-ը ուտելիքների մասին է։ Եվ անգամ վերջերս ես միտեղ կարդացի, որ իրենց մոտ մի համալսարանում ներդրել են ուտեստի, ուտելիքի դիզայն, այդպիսի մասնագիտություն։ Food styling-ը, այո, իրենց մոտ անչափ զարգացած է։ Ինձ նաև դուր է գալիս ճապոնական street food-ը, որի մասին շատ են խոսում եւ բազմաթիվ հաղորդումներ կան։ Նաև Միշլենյան աստղ ունեն որոշ ճապոնական street food-եր, ինչը մեզ համար իհարկե անհասկանալի է, որովհետեւ մենք իհարկե այդ դրսի փողոցի ուտելիք հասկացողությունը ունենք, խորովածի տեսքով, շաուրմայի տեսքով եւ այլն, բայց պատկերացնել, որ մի օր մեզ մոտ street food-ը կարող է ունենալ մրցանակներ, իհարկե դեռ չենք հասել դրան, ինչը իհարկե ես կուզենայի որ լիներ։ Առհասարակ շատ տարբեր աշխարհներում ենք ապրում, մենք եւ ճապոնացիները։
Ես միշտ մտածում եմ, որ քեզ համար որքան շատ ես ճանաչում Ճապոնիան, որքան շատ ես այնտեղ լինում, որքան շատ ես գիտականորեն բացահայտում քեզ համար այդ երկիրը, մշակույթը, լեզուն, պատմությունը, այդքան պիտի բարդ լինի ապրել երկու աշխարհների մեջ։ Շատ ճիշտ է, այո, կա նման բան։ Շատ ճիշտ կետին այսպես հարվածեցիր, կա նման բան եւ դա շատ հաճախ եւ օգնում է Հայաստանում ապրելիս եւ խանգարում է, որովհետեւ կան հարցեր, որոնք դու ճապոնական մոտեցմամբ ես մոտենում, ճապոնաբար, ինչպես ես եմ։ Ճապոնաբար։ Այո։ Ահա։ Եվ դիմացիները այսպես չեն ընկալում, եթե ծանոթ չեն մշակույթին եւ այդպիսի մոտեցումներին։ Օրինակ, ես վերջերս ինձ բռնել եմ այսպես այն մտքի վրա, որ ես շատ եմ սկսել խոսել ճապոնացիների մտածողության մոտիվներով, այսինքն ուղիղ ձևով սկսել եմ չասել դիմացին այն ինչ կա, փորձում եմ այսպես հասկացնել դա, այսինքն ճապոնացիները այսպես ուղիղ դեմքիդ լավ բան, վատ բան, իրենք այսպես հասկացնելով են դա, ասում ինչ որ խոր իմաստ արտահայտություններով։ Անգլիացիների նման են այդ հարցում ավելի շատ երևի թե, ահա։ Եվ ստացվում է երբեմն սխալ հասկացվածություն, օրինակ, ինչ-ինչ վաճառներով, բայց հետաքրքիր է, ինչ որ հետաքրքրություն ամուսնում։ Իսկ ունենում ես նման խնդիր հենց Ճապոնիայում, երբ սկսում ես հարցին շատ ավելի հայկական նայել։ Այ ես Ճապոնիայում հարցային հայկական չեմ կարողանում նայել, միայն ճապոնական, որովհետև սկսած գործարար մշակույթից եւ բոլոր շփումներից իսկապես ճապոնական ձևով եմ նայում եւ շատ գրքեր կան գրված, օրինակ, որ ճապոնացիները սա են ասում, իրենք սա նկատի ունեին, երբ որ նա են ասում, նա նկատի ունեն ցանկացած օտարերկրացի, երբ որ մեկնում է Ճապոնիա աշխատանքային կամ մշակույթի հետ շփվելու, անպայման այդ չգրված այսպես կանոններին պետք է տիրապետի, այլապես ինքը ամբողջությամբ սխալ կհասկանա, ինչ է կատարվում իր շուրջ բոլորը։ Ինչպես բացվեց եւ ստեղծվեց Հայաստանում ճապոնագիտության, եթե չեմ սխալվում, կենտրոն, եթե սխալվում եմ, ապա ուղղիր ինձ, որ ես ինքս էլ ճիշտ է իմանամ։ Գիտամշակութային միություն։ Գիտամշակութային միություն։ Այո։ Ահա։ Եվ մենք գիտակներով, այսպես Ճապոնիայի գիտակներով, ընկերներով, ովքեր կապ ունեն Ճապոնիայի հետ երկար տարիներ, որոշեցինք հիմնել այդ միությունը եւ նպաստել Հայաստանում ճապոնական մշակույթի եւ գիտության զարգացմանը եւ Ճապոնիայում հայկականի մշակույթի, գիտության զարգացմանը եւ տարածմանը։ Ճապոնագիտության, գիտամշակութային միության բացման նպատակներից մեկը արդյոք նաև գործարար կապեր հաստատելն էր, թե այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ Ճապոնիան բառի ուղիղ եւ ոչ ուղիղ իմաստով շատ հեռու է։ Ճապոնիան շատ հեռու է գործարար կապերի իմաստով եւ մեր միության նպատակը հենց մշակույթի եւ գիտության զարգացումը եւ խթանումն է երկուստեք, բայց գործարար կապերի մասով կարող եմ ասել, որ 90-ականներից, ես կասեի անգամ 1980-ականներից սկսած արդեն շփումներ են եղել գործնական եւ կարծում եմ, որ մենք մեծ չօգտագործված պոտենցիալ ունենք ճապոնացիների հետ համագործակցության եւ մեծապես տեսնում եմ այդ պոտենցիալը եւ ոլորտները, ինչու՞ չէ օրինակ գինեգործության զարգացման, հա, փոխանակման փորձի մեջ, IT ոլորտի օրինակ, արհեստական բանականության, միշտ երբ որ խոսում ենք Ճապոնիայով հետաքրքրվողների հետ, մենք պետք է շատ կարևոր է որպեսզի հասկանանք ինչ մենք կարող ենք տալ այդ զարգացած, գերզարգացած երկրին եւ ինչ կարող ենք վերցնել իրենցից։ Այստեղ են գալիս հարց ու պատասխանները եւ ճիշտ դրանք դիրքավորելու, մենք պետք է ճիշտ դիրքավորվենք, դա շատ կարևոր է։ Հենց հիմա այս օրերին եւ մինչեւ հոկտեմբեր, եթե չեմ սխալվում, Ճապոնիայում համաշխարհային էքսպո է անցնում, որտեղ Հայաստանը ունի շատ հետաքրքիր տաղավար եւ ես լսում եմ դրական շատ արձագանքներ, որ ճապոնացիները շատ հետաքրքրված են Հայաստանով։ Կարծում եմ, որ նման օրինակ նաեւ երևույթները եւս կգան նպաստելու խթանելու գործարար կապերի ամրապնդմանը եւ արդեն մի հետաքրքիր մեծ պրոյեկտի ստարտի օրինակ։ Աննա, որպես ճապոնագետ, որպես միջազգայնագետ, ինչու է
քեզ այդքան անհրաժեշտ, որ մենք Հայաստանում բնակվող մարդիկս այդքան շատ տեղեկացված լինենք Ճապոնիայից։ Էրմինե, ես կես կատակ, կես լուրջ, միշտ որ այդ հարցը տալիս են եւ ընդհանրապես Ճապոնիան որտեղից է, որ պահից է սկսվել ինձ մոտ, միշտ ասում եմ, որ ես ճապոնագետ եմ ճակատագրով, որովհետեւ Ճապոնիան ինձ մոտ սկսվել է Սպիտակի երկրաշարժի օրվանից։ Իմ պատկերացումը, այսպես ասեմ, շփումները գալիս են իմ հայրիկից, այդ գործարար կապերով, դեռ 1980-ականներին, դեռ խորհրդային տարիներին նա արդեն որպես գիտնական կապեր էր հաստատել ճապոնացիների հետ եւ քանի որ այդ թվերին մենք ուղիղ դիվանագիտական հարաբերություններ չունեինք, երբ որ եղավ Սպիտակի երկրաշարժը, ճապոնացիները եւս անմասն չմնացին օգնելու հայ ժողովրդին եւ քանի որ contact person-ը, այսպես ասեմ, իմ հայրիկն էր, այդպես սկսեցին այդ ճապոնացիները ոնց որ գալ, գնալ, փորձել օգնել եւ միշտ նրանք մեր տանն էին մնում, հյուրընկալվում, այդ տարիներին գիտես ինչքան դժվար էր ամեն բան։ Միշտ ինձ նվիրում էին հետաքրքիր ճապոնական հուշանվերներ, գրքեր, ինչ որ տիկնիկներ, խաղալիքներ եւ գուցե այդ մանկական լեզվամտածողության, հուշերի մեջ ինձ մոտ Ճապոնիան արդեն դաջվել է այդ տարիներից։ Եվ ես Ճապոնիայի մեջ եմ շատ ուղն ու ծուծով։ Երբեմն անգամ ասում են, որ գուցե ինչ որ մի բան կա, հետաքրքիր կապ կա քո Ճապոնիայի միջև, ես այսպես լուր համաձայնվում եմ, որովհետև այդ զգայական դաշտը իսկապես կա։ Սա ավելի հարցի էմոցիոնալ, անձնական կողմներ։ Իսկ որպես գիտնական, ինչու պետք է մենք ավելի շատ տեղեկացված լինենք Ճապոնիայից։ Ինչու համար է դա մեզ պետք։ Հարցեր ես այսօր տալիս։ Առաջին հերթին մեզ պետք է մեր սեփական պատմագրությունը հարստացնելու համար, որովհետև մենք գտնվում ենք աշխարհագրորեն շատ հեռու եւ առաջին տպավորությամբ մենք որևէ կերպ, որևէ կապ չենք կարող ունենալ Ճապոնիայի եւ ճապոնացի ժողովրդի հետ։ Այ իմ հետազոտությունները գալիս են ցույց տալու հակառակը, որ մենք միշտ տարբեր խաչմերուկներում մեր ժողովուրդները կապ են ունեցել։ Սա փոքրիկ, այսպես ասեմ, ուղղություն է պատմագիտության մեջ, բայց շատ կարևոր, որը նաեւ հարստացնում է մեր պատմագրությունը եւ ես միշտ փորձում եմ նաեւ այսպես միջազգայնագետի, մի փոքր այսպես դիվանագետի հայացքով նայել այդ հարցին եւ ճապոնացիներին եւս ցույց տալ, որ այ տեսեք դուք էլ այսպիսի լավ բաներ եք արել, այս սենց է եղել, այսպես է եղել եւ իրենց նաեւ պատմության միջոցով նաեւ իրենց մոտեցնում եմ Հայաստանին, փորձում եմ փաստ եմ ուզում։ Որն ասեմ օրինակ ամենայուրահատուկը, որ հաղորդումը նայելուց հետո մարդիկ ասեն, գիտեք, ճապոնացիները եւ հայերը։ Լավ, քանի որ մենք խոսեցինք Սպիտակի երկրաշարժից, այսպես երկուստեք հիմա առաջին անգամ եմ սա ասելու եւ քո հաղորդման շրջանակներում երբ որ եղավ Սպիտակի երկրաշարժը, մենք օգնություններ ստացանք Ճապոնիայից եւ ես վերջերս բացահայտեցի, որ եղել է Royal Knights, շատ հայտնի խումբ, որը այդ տարիներին արդեն ծրված է եղել։ Բայց ինձ հնարավորություն ընձեռվեց կապ հաստատել նրանցից մեկի մենակատարի հետ, ով այս պահին այլևս երկնային դրախտում է գտնվում, կարծես իր վերջին հարցազրույցների հետ։ Ես իրենից ստացա տեղեկություններ, անգամ այդ բուկլետները իրենք վերամիավորվել են մոտավորապես 10 տարի անց հեռավոր Ճապոնիայում, տվել են մեծ համերգ եւ ամբողջ հասույթը, անգամ այդ բուկլետներում էր գրված, որ հասույթը ամբողջությամբ փոխանցվելու է Հայաստան, հայ ժողովրդին, որոնք տուժել են երկրաշարժից եւ այստեղ որպես նաեւ պատմագրություն ուսումնասիրող մարդ մեկ այլ փաստ եմ գտել հայկական կողմից եւ ես կարծում եմ այդ երկու երևույթները իրար հետ ամեն դեպքում պիտի որ կապ ունենան։ 1922 թվականին Ճապոնիայում տեղի ունեցել հայտնի Կանտոյի երկրաշարժը։ Ուրեմն մենք պատկերացնում ենք, չէ, 1922 թվականը մենք չունեինք արդեն պետականություն, հայ ժողովուրդը ծրված էր ամբողջ աշխարհով մեկ։ Արի ուտես, որ Շվեյցարիայում հեռավոր հայ արվեստի գործիչները միավորվել են, տվել են համերգ եւ ամբողջ գումարը փոխանցել են ճապոնացի ժողովրդին։
իրենց օգնելու համար։ 1922 թվական, 1988 թվական եւ այդպիսի մշակույթի, այսինքն ուղղություններ են գնում։ Ես կարծում եմ, որ որևէ բան պատահական չի լինում այս կյանքում եւ ես ուզում եմ եւ հայ ժողովրդին ցույց տալ մեր զգայական կապը Ճապոնիայի հետ եւ ճապոնացիներին նաեւ հայ ժողովրդի հետ։ Այս ոլորտում քո ամենաբարդ ուսումնասիրությունը եւ ապացույցը ո՞րն է եղել։ Երևի Տոկիոյի Մարու ճապոնական նավի պատմությունը, որը մեծ աժոտաժ էր առաջացրել, որովհետև դա պատմագիտական իրական բացահայտում էր 100 տարի անց։ Ինչ հետաքրքիր է, չէ, որ ճապոնական նավը եւ ճապոնացի նավապետը Հայոց ցեղասպանության տարիներին, վերջին Արարի ժամանակ, մասնավորապես փրկել են բազմաթիվ հայերի եւ հույների, որոնք փորձել են փրկություն են աղերսել, այսպես ասեմ։ Այդ նավի պատմությունն է շատ հետաքրքիր, ես շատ հուսով եմ, որ ապագայում իմ հետազոտության հիման վրա ֆիլմ կարող են նկարահանել, որովհետև այդտեղ ոչ միայն կա փրկության գործոն, այլ կա մեծ մարդասիրություն։ Ճապոնացի նավապետը չի ենթարկվել, այսպես ասենք, հակառակ կողմի հորդորներին, վտանգելով իր կյանքը, իր անձնակազմի կյանքը, իր նավի բարձրաշեք ուղեբեռը նետել է ծովը ականատեսների, բազմաթիվ ականատեսների վկայությամբ, որպեսզի ավելի շատ մարդ կարողանա վերցնել տախտակամած եւ փրկել։ Գիտական աղբյուրը որտեղից, ինչպես է գտել սա։ Բազմաթիվ աղբյուրներից առաջին թելը գիտական, որ այսպես պահել եմ, դա ճապոնական նավի նկարն է Զմյուրնիայի նավահանգստում եւ այդտեղից սկսվեց իմ ուսումնասիրությունը Ճապոնիա դեպի հետո Հունաստան, Աթենքի ազգային գրադարան եւ հետո Հայաստանում շարունակեցի եւ ներկայացրեցինք այդ բացահայտումը արդեն գիտական հանրույթին։ Սա մի փաստ է, որի հետ կարծում եմ շատ մարդիկ որ լսեն, այսպես այնքան էլ կարող է չհամաձայնեն, այլ վստահություն չներշնչի, որովհետև սա մի պատմություն է, որը այսպես մտածում ես, լսում ես եւ ասում ես, բայց իրոք որ նման բան հնարավոր էր, որ եւ ես վստահ եմ, որ գիտական աշխարհում էլ եղել են մարդիկ, ովքեր այս փաստերը արժանահավատ չեն համարել եւ փորձել են հերքել, որովհետեւ իսկապես սա մի փաստ է, որի հետ հաշտվելը շատ բարդ է, որտեղ նման աստիճանի մարդասիրությունը այն էլ այն տարիներին բոլորովին օտար ազգ, անծանոթ մարդիկ, անծանոթ պատմություն, աշխարհաքաղաքական խաղեր, որը կարող էր ունենալ իր դրական եւ բացասական ազդեցությունը, արդյոք հայ գիտնականները կամ ոլորտի մարդիկ գիտեն այս փաստի մասին եւ ինչպես են արձագանքում սրան։ Նեղ շրջանակներում իհարկե գիտեն եւ ընդունել են, եղել են ճիշտ է շատ տարբեր կարծիքներ, բայց այդ կարծիքները եկան, այսպես ասեմ, ամրապնդելու այլ երկրի գիտնականներ, ընդհանրապես գիտես ինչպես է գիտությունը կառուցվում, հենասյուններ գոյություն ունեն։ Այդ ամբողջ նավի պատմությունը ուսումնասիրվել էր հունական կողմից, ճապոնական կողմից, բայց հայկական կողմից այդ փազլը բաց էր մնացել։ Իմ ուսումնասիրությունը եւ իմ գործընկերուհու եկավ լրացնելու այդ փազլը եւ մեկս մյուսի այսպես շղթայական կապի վրա կարողացել ենք գոնե այս պահին մեծ մասը փազլի հավաքել, ճիշտ է դեռ կան ուղղություններ, իսկ այն մարդիկ, ովքեր որ չարամտորեն գուցե ոչ մասնագիտական վերաբերմունք արտահայտելով, մենք շատ գիտական, այսպես ասեմ, հակահարված ենք միշտ տալիս, որևէ հակազդեցություն, գիտահեն փաստեր, որ այդպիսի բան չի եղել, նրանք այդպես էլ չեն կարողացել ներկայացնել եւ կարծում եմ, որ ես ինքս արդեն լուրջ չեմ համարում այդ գծով գնալ եւ որևէ բան ապացուցել, որովհետեւ եւ ես եւ հունական կողմը եւ ճապոնական կողմը նույն բանն ենք ասում, այնտեղ ճապոնացի ականատեսներ, այստեղ հույն եւ այստեղ հայ եւ չի կարող լինել այլ կարծիք։ Երբ մենք խոսում ենք գիտության մասին, անհրաժեշտություն է գալիս, որ այս բոլոր խոսքերը լինեն արձանագրված։ Իհարկե։ Կա արդյոք ինչ-որ մի տեղ,
որտեղ մենք կարող ենք օրինակ այս թեմայի շուրջ ուսումնասիրությունը մենք էլ ուսումնասիրենք որպես հասարակ քաղաքացի, ում հետաքրքիր է գիտնականների մենամարտերը, օրինակ վերլուծությունները, հերքումները, ապացույցները։ Իհարկե կա։ Ամբողջը արտացոլված է տարբեր հոդվածներում եւ գիտական եւ եթե կա հակահարված այդ տեղի, հա, օրինակ թերթում ճիշտ է հակահարվածը, հակադարձումը միանշանակ եւ ես կարծում եմ, որ մեզ մոտ այսպիսի կարծրատիպ կա, որ օրինակ ինչպես կարող է այս կամ այն մարդը զբաղվել գիտությամբ։ Ես միշտ արագ հարցն եմ տալիս, ասում եմ, իսկ ինչպես չի կարող։ Չէ՞ որ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ Փառք Աստծո հնարավորությունները շատ լայն են եւ անգամ տնային տնտեսուհին եթե ունենա մեծ ցանկություն, նա կարող է հետաքրքիր հետազոտություններ կատարել։ Ինչու ոչ։ Կարևորը արդյունքն է, պետք է նայել արդյունքին։ Եթե կա արդյունք դրական, ուրեմն դա ստացվում է իր մոտ։ Իսկ կա մեր հայ գիտնականների մեջ ներողություն խնդրելու մշակույթը արձանագրելով։ Եթե կա, ես չեմ հանդիպել։ Եթե այդպիսի մշակույթ կա, անձամբ ես իմ գիտական ուսումնասիրությունների առնչությամբ չեմ հանդիպել։ Աննա, քանի ուսումնասիրություն եւ քանի գիրք կա գրված քո կողմից այս թեմայի շուրջ։ Տոկիոյի մարու թեմայի առնչությամբ կա 2 գիրք գրված, մեկը մյուսին է լրացնում ավելի նոր փաստերով, կա գիտական հոդված իմ գործընկերու հետ, Թեհմինեի Մարտոյան գիտնական, եւ կա նաեւ նշում մեկ այլ հայկական գրքում նույն Մարտոյանի եւ կա նաեւ իմ գիտական բացահայտման մասին նշում հույն ուսումնասիրող Զախոս Սամոլադասի հունալեզու գրքում։ Մենք այսպես բոլորս շահկապված ենք մեկը մյուսի հետ, շղթայական գնում են բացահայտումները։ Իսկ Ճապոնիայի մասին։ Ճապոնիայի մասին եւս կա իհարկե եւ հուսով եմ, որ այս տարի, երբ որ ես այցելեմ Ճապոնիա, այդ մի փոքրիկ բաց է, որ ժամանակագրության առումով բաց եմ թողել, այնտեղ այս տարի կներկայացնեմ։ Ինչու է մեզ մոտ այն կարծրատիպը, որ գիտնականը պետք է լինի ծեր անօգնական աղքատ։ Ներողություն եմ իհարկե խնդրում, սա ոչ թե գիտնականի խնդիրն է, ես կարծում եմ, այլ բազմաթիվ խնդիրների արդյունք է, որտեղ հիմա մենք շփվում ենք, բազմիցս շփվել են եւ ես ամեն անգամ իսկապես մեր հանդիպումից դուրս եմ եկել եւ մտածել եմ, որ փաստորեն գիտնականը էլ կարող է լինել երիտասարդ, գեղեցիկ, հաջողակ եւ ունենալ ռեսուրսներ ուսումնասիրություններ անելու համար։ Էմինե, դու կհիշես, սովետական մի ֆիլմ կար, Իվան Վասիլևիչ Մինյայետ Պրոֆեսիո, այդ ֆիլմում մի հատ այսպիսի արտահայտություն են անում, ինտելիգենտ նիշյասնի։ Այո։ Չգիտես ինչու կա այդ կարծրատիպը, որ երբ որ օրինակ մարդը գիտնական է, նա անպայման պետք է ունենա կամ կրի իհարկե ամենայն հարգանքով բոլոր գիտնականների հանդեպ հաստ ակնոցներ, պիտի մի փոքր անշուք լինի այսպես մաշված։ Հա, Իմ կարծում եմ սերնդի գիտությամբ զբաղվող մարդիկ արդեն գալիս են հակառակը ապացուցելու եւ կարծրատիպեր կոտրելու։ Գիտնականը կարող է նաեւ լինել շատ այլ ոճային տեսքով եւ եթե կա նման մեկը ում աշխատանքները արդյունք են տալիս, նորից ինձ համար փաստն է կարևոր, արդյունքը։ Ինչ եղավ։ Եթե երկար ժամանակ չկա արդյունք, գուցե դա հաջող չի։ Եթե կա արդյունք, պետք չի ճանապարհը խոչընդոտել, որովհետև գիտությունը եթե զարգանա ցանկացած ուղղությամբ, կզարգանա նաև երկիրը։ Մեզ մոտ կարծում եմ մեր պատմական իրողությունների ֆոնին մի փոքր մեր ենթագիտակցությունը հետ է մղվել ինտելիգենցիայի վերաբերյալ պատկերացումներում, այն արմատական, հա, պետք է այնպես անել, կարծում եմ, որ նման մարդկանց եւ իրենց սերունդներին չփորձել տրորել, որովհետեւ եթե իրենք ճիշտ են դաստիարակվում, իրենք երբ որ հասունանում են, օգնում են մնացածին, այլ ոչ թե խանգարում են, որովհետեւ իրական արմատներ, ճիշտ արմատներ ունեցող մարդիկ միշտ լայն են մտածում եւ նեղամիտ չեն։ Այն մարդիկ, ովքեր դες հեշտ է հոդված գրել եւ քննադատել, օդի մեջ քննադատել, բայց դες ինչ եղավ օրինակ այս դեպքում։
Ես իմ սասունցիական հաստակողությամբ մինչև վերջ գնացի, որովհետև հասկացա, որ այդ մարդիկ շփոթել են բարությունը խեղճության հետ։ Այդպես չէ։ Ես համարում եմ, որ ցանկացած իմ գիտական բացահայտում իմ բալիկն է եւ մայրական տոկունությամբ եւ բոլոր իմպուլսներով պետք է իրեն պահպանեմ եւ պաշտպանեմ նաեւ, եթե իհարկե ես գիտեմ, որ ես ճիշտ եմ։ Իսկ ես գիտեմ, որ ես ճիշտ եմ։ Բրավո։ Ես իհարկե կուզենայի մենք անverջ խոսեինք, բայց ցավոք անverջ չենք կարող խոսել, բայց մենք կարող ենք անցնել մեր հաղորդման հաջորդ հատվածին, որը շատ յուրահատուկ է լինելու։ Ես իհարկե արդեն գիտեմ ինչ է նախապատրաստել Աննան ինձ համար։ Մի քանի բառով, եթե կարելի է ներկայացնես, ինչ է լինելու մեր հաջորդման վերջին հատվածում, որովհետև բացատրություններ որպես այդպեսին քո կողմից ամենայն դեպս չի լինելու երրորդ հատվածի ժամանակ։ Դե, ինչպես խոստացել էի իմանա, կնկալը կլինի, բավականին երկար եմ պատրաստվել, իհարկե խիստ չդատեք, ես թեյախմության մասնագետ չեմ, սենսեյները երկար տարիներ են ուսումնառում իրականում, անընդհատ կատարելագործվում են այդ արարողությունը անցկացնելու համար, ես կփորձեմ իհարկե, բայց մի փոքրիկ ճապոնական շունչ եւ հանդարտություն, ներդաշնակություն, այսպես մի փոքր լարված գուցե օրվա հետաքրքիր ավարտ կլինի, հանգիստ, հանդարտ, ամեն մեկս մեր մտքերով, մեր մտորումներով, մեր ներքին փիլիսոփայությամբ։ Այսինքն մենք թեյի արարողություն ենք անելու։ Այո, փոքրիկ թեյի արարողություն։ Դե մենք պատրաստվենք, որովհետև դրա համար հատուկ պատրաստություն է պետք եւ արդեն դուք կտեսնեք, թե ինչ է սպասվում։ Իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը նոր ճյուղ ունի, որը կոչվում է Կտուր by Ital Solar։ Ինչ է սա նշանակում։ Բոլոր այն առանձնատները, որոնց տանիքը ասբեստից է, սա փոխարինվում է։ Ինչու՞։ Որովհետև գիտականորեն ապացուցված է, որ ասբեստը առողջության համար վնասակար է եւ պետք է իրականում դրանք փոխարինել ավելի ամուր եւ ավելի առողջարար կամ ոչ վնասակար նյութերով։ Իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը կփոխարինի ձեր տանիքները, որը նաեւ հնարավորություն կտա տեղադրելու արևային կայաններ, որովհետև այն նյութը, որի մասին խոսում էի, հնարավորություն չի տալիս արևային կայանների անցնելու, փշրվում է եւ չի կարող լինել ապահով։ Այնպես որ եթե կարծում եք, որ ճիշտ ժամանակն է փոխարինելու ձեր տանիքը, կապ հաստատեք Ital Solar ընկերության հետ եւ օգտվեք Կտուր by Ital Solar-ի ծառայություններից։
Աննա, շատ շնորհակալություն մեր հանդիպման համար, հատկապես այս վերջին հատվածի համար, որովհետև վաղուց այսքան խաղաղված եւ այսքան լռած չկայի եւ ինքս իմ մտքերը լսած չկայի։ Անչափ շնորհակալ եմ քեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հաճելի օրվա համար եւ համող ուտելիքների համար։ Ճապոնական ավանդույթը եւ կենցաղավարությունը թույլ տալիս է վերջում կրկնխառնվել։ Ճապոնականը ոչ, բայց հայկականը այո։ Ուրա! Մերսի շատ։